Ինչի վրա եք ավելի շատ գումար ծախսում, ինչ ապրանքի վրա է շատ գումար գնում։ Ուտելիքի վրա իհարկե շատ է ծախսում, մակարոնեղենի, կարագի, պանիրի։ Մսեղինի, հա, մսեղինի վրա։ Շատ ուտելիքի վրա եմ բանանում, բայց չի բավականացնում։ Մթերքը կարևորը, ամենաառաջնայինը դա է։ Այս տարիքին միայն սնունդի եւ կոմունալ ծախսերը։ Սնունդի վրա եմ շատ ծախսում գումար, սնունդի։ Իսկ նկատում եք գների փոփոխություն։ Իհարկե նկատում ենք։ Առաջ թթվասերը առնում էինք 1100 քանի դրամով, հիմա առնում ենք 1400 դրամով մի կիլանոցը։ Լավ բարձած։ Ինչ ապրանքներն օրինակ։ Ամեն ինչ։ Մի հատ ապրանք ցույց տվեք, ոչ չի բարձած։ Մասամբ կարագի մեջ շատ եմ տեսել, դենց կարագին եմ ուշադրություն դարձրել, որ շատ ակին է բարձր։ Շատ է հետո, ասեմ դες, մսեղենի վրա եմ մի քիչ բանը։ Ճիշտ ասած, որ ասեմ շատ խորացած եմ այդ գների մեջ, չէ, բայց այն որ ձերքդ 10,000 դրամ գումար կա մտնում ես սուպերմարկետ ու դուրս ես գալի, գրեթե երևի թե ոչինչ չես առել, քիչ ես առել, այդ է երևում։ Միշտ հանդացում է, փոփոխություն չկա։ Եթե որ լինի, բոլորն է բարկան։ Իսկ ինչ ապրանքների մեջ կարաք ասեք, որ օրինակ նկատում եք գնում անելուց, որ թանկացել է։ Մսեղենը ես բանկանեի, որ մսեղենը ամենաառաջնայինը, որ մարդը առաջինը սնվում է, միսն է կարևորը։ Բանջարեղենը իր տեղը, բայց առաջնահերթը միսը։ Անշուշտ նկատել եմ, որ գները բարձրացել են եւ չի ասի, որ որակն էլ ստուգվում է սննդի պատկան մարմինների կողմից։ Ապրիլի 1-ից բարձրանալու է ձեր թոշակը, դա կհերիքի, որ ձեր ուզած գնումներն անեք։ Օշիվալ վերջի։ Գիտեք ինչ կա, ստե եթե թոշակը 1000 բարձրացնեն, մեկը վիճակն է ձա որ չի, դա ընտրակաշարք է։ Ասեմ ձեզ, իմ մտածելով։ Այն անորեն բաները այս մարդիկ օրինականացրել են։ Ոչ մի բանով։ Այնտեղից վերցնում ես, մի ուրիշ տեղ ծախսում ես։ Ոչ մի բան, եթե գները թանկացել է, փոփոխությունը ո՞րն է։ Բարձրացավ էլի բան չի լինի, փոփոխություն դժվար։ Այն որ ասма առանց աշխատելու չի լինի, մենակ այդ թոշակի հույսին մնալը, դա արդեն չի։ Ինչ թվում է դրական բավականին ազդեցություն կունենա, հատկապես եթե տանը կա երկու թոշակ առում։ Եթե ապրանքը չբարձրանա, ինչ որ բանով կօգնի, ինչ որ չափով օգուտ կտա, բայց եթե այդ թոշակի հետ միաժամանակ ապրանքի գինն էլ բարձրանա, ուրեմն ոչ մի փոփոխություն չի լինի։ Գումարի բարձրացումով ժողովրդի կենսամակարդակը եւ կենսակերպը չի փոխվել, լրիվ ուրիշ գայլեր են պետք անեն։